Բարի լույս սիրելիներս, խոսենք երկմիտ կամ կասկածամիտ մարդկանց մասին։ Կշտամբեցեք նրանց, որ դատապարտված են, փրկեցեք նրանց խլելով կրակից, իսկ ուրիշներին ողորմացեք երկյուղով, դատապարտելով նույնիսկ այն պատմուճանը, որ աղտոտված է նրանց մարմնից։ Այստեղ սիրելիներս, Հուդ առաքյալը 3 կարևոր խրատ է տալիս, թե մենք ինչպես վարվենք այդ մարդկանց հետ, ովքեր երկմիտ են կամ կասկածամիտ։ Մեր կյանքում շատ են մարդիկ, ովքեր սկսում են կասկածել այն ամենին, ինչ որ մի ժամանակ վստահում էին, ինչին որ հավատում են այդ ճշմարտության մեջ գնում են, սկսում են կասկածել կյանքի նեղությունների, դժվարությունների կամ կեղծ լուրերի պատճառով։ Կասկածելը վտանգավոր չէ, վտանգավոր է, որ դու մնում ես այդ կասկածի մեջ, քանի որ այն քեզ հեռացնում է ճշմարտությունից։ Եվ որpիսի դու կարողանաս փարատել այդ կասկածամտությունը, այդ ժամանակ դու պիտի մոտենաս այն մարդկանց, այն քույրերին ու եղբայրներին, ովքեր հավատքի մեջ ավելի զորավոր ու ամուր են, որպեսզի փարատեն քո կասկածները։ Երկրորդ ասում է փրկեք նրանց կրակից։ Կեղծ եւ սուտ քարոզիչները կրակի պես են, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ կրակի մեջ հայտնված մարդկանց դուրս անենք։ Ինչու? Հիսուս շատ գեղեցիկ բնութագրում ունի ասելով. «Վայ ձեզ կեղծավորներիդ, օրենսգետներիդ ու փարիսեցիներիդ, որ ծով ու ցամաք եք կանցնում, որպեսզի մեկ հոգու նորահավատ դարձնեք, բայց դարձնելուց հետո նրանց ձեզանից ավելի վտանգավոր գեհենի որդի եք դարձնում, որովհետև դարձի բերելուց հետո նրանց մեջ չարություն, ատելություն է սերմանում մյուս քրիստոնյա եղբայրների եւ քույրերի հանդեպ»։ Եվ վերջապես ասում է. ողորմացեք նրանց, ողորմությամբ մոտեցեք։ Այն մարդիկ, ովքեր այդ կրակի մեջ են, նեղության մեջ են, մենք ողորմությամբ, մեր սիրով եւ հույսով պիտի կարողանանք մարդկանց ներշնչել այն հավատքը, ճշմարտությունը, որպեսզի նրանք ատելության մեջ չապրեն։ Եվ տեսեք, ասում են, նույնիսկ կժգուսացեք նրանց պատմուճանից, որոնք կեղտոտվել է նրանց մարմին, այսինքն այնքան այդ խոսքը աղտոտված ու վղծված է, որ շատ զգուշ պիտի լինես, որպեսզի քո աղոթքը, ողորմությունը, սերը կարողանա այդ մարդկանց հալեցնի իրենց սրտի մեջ եղած չարությունը, ատելությունը, որպեսզի ճշմարտապես Քրիստոսին ճանաչեն։ Եթե ոչ, կասկածմտության, երկմտության մեջ մնալով մարդիկ պիտի կորցնեն ճշմարտության հույսը, ճանապարհը եւ զրկվեն հավիտենական կյանքից։